պատվի նման սենց անեանում են կամած, կպեականներ, ձեզ համար սա ահազանք չի, որ Նիկոլի ընտանիքը կամած թռնում է, բա մնալու եք դուք, ժողովրդի դեմ հանդիման, գրողների միություն, նկարիչների միություն, կինեմատոգրաֆիստների միություն, չեն ասելու, թույլ չենք տալու, այդքան վախենում եք, մի վախեցեք, չի սատկացնի ձեզ Նիկոլը, ձեր լափը, դուք ինչ որ միտեղից, էլի կստանաք։ Էդ ինչ է, Արմենիկի ստացած է ինչ անի Կողոսյան, որ տենց իրան ես կարծում եմ գրանիշնի այդ բաները։ Դրա, ես դրան ասում եմ դրա գնահատականի ժամանակը գալու է, այդ կերպարները, հա, դրանք Կարեն Անտաշյաններ, այո, դրանք բոլորը Կարեն Անտաշյան ծառի, թփի, բնության պայքարում է իր բան, երեք էլ տարածել են աշխարհիս ամենաաղտոտված, կեղտոտ քաղաքն է, գոնե դրա համար հա լավ թքած ունեք, Արցախի վրա թքած ունեք, հայ-առաքելական եկեղեցու վրա, ես չգիտեմ ձեր այդ ինչ են արել, այս Սորոսներն ու Արևմուտքն ու Նիկոլեից ինչ են արել ձեզ, որ դուք սենց սարսափած վախեցաք, վաղը սրանց ճակատին բոլորին պետք է ասենց դաջեր Անտարեսի իր ամբողջ կազմով, Գրանիշի իր ամբողջ կազմով, Տիկնիկային թատրոնի իր ղեկավարով, Մատենադարանի ղեկավար Արա Խզմալյանը իր բանով Չիլլեյով մարդը տենց բանը, մի հատ այդ Սոկրատյան հանգստության տեր այդ մարդը մեռել է թե կա, ինչ է անում։ Չգիտեմ, կարող է մեռել։ Բայց Խելագարը հարձակվել է հայ-առաքելական եկեղեցու վրա, էլի բան չունի ասելու։ Տիկին Թոմասյան, այս մարդիկ, այս ձեր Հերիկ Հովհաննիսյանները, սրանք բոլորը Ամիր Խանյանն է խոսել, այնտեղ ասել է ես ասելիք ունեմ կաթողիկոսին, այ խեղճ ու կրակ ողորմելի թշվառական, բա դու ասելիք չունես Նիկոլին, ողորմելի, հա, ասելիք չունես։ Այս բոլոր մարդիկ, այսպես կոչված, իրանց մտավորական հորջորջողները, որ ամենտեղ սենց իրանց դոշը ճեցեցում են։ Վարդան Պետրոսյանը եկեղեցին հավատը, ես հավատացյալ եմ, Վարդան, բա մի ձայն հանի։ Ոնց հանի։ Հա, բա մի ձայն հանի։ Ականջները կմեխի պատին, ոնց հանի։ Բայց ես կրկնում եմ, բոլորը այս մտավորական Միքայել Պողոսյան, դրա անունը մի Արմեն Էլբակյան, չէ, այս անուններով է պետք տալ, դիքիզ ինչի՞ չէ։ Ես էլ ասում եմ, բոլորը Արմեն Խանդիկյան, հերթով էլի, Արամ Իսաբեկյան, ասեք։ Բոլորը Արամյան, նկարիչների միության ղեկավար, գրողների միության ղեկավարը, Արամ Սաթյան։ Այո, այս ինչ անուն որ տվեց Տիկին Թոմասյանը, դուք այլևս նի ռուկա պաժատնի եք, դուք այլևս ձեր ձեռքը այլևս սեղմել չի կարելի, այդ որ ձեզ մտավորական եք համարում, գրողների միություն, նկարիչների, ես չգիտեմ թատերական գործիչների, տարբեր միություններում, որ ձեր լեզուն մտցրել եք ձեր հետևը եւ ձայն չեք հանում, երբ որ տեսնում եք Ալիև, Ալաշուքյուր Փաշազադե, Նիկոլ Եռյակը ժանիքներով հարձակվել եւ հոշոտում է հայ առաքելական եկեղեցին, ձեն չեք հանում, վաղը ձեր երեսին թքելու են, փողոցում, վաղը որ Նիկոլը չի լինի, իսկ Նիկոլը չի լինելու, դուք չեք կարողանալու պատերի տակ վնգստալ, թե ինչ անենք, աղքատ գրող ենք պահում, 2 կոպեկ մեր տարածքները վարձակալության ենք տալիս, այդ Նիկոլի հետ պայմանավորվել եք, հա, որ աչքափակում, որ այդ կենտրոնում ստեղծագործական միության ամբողջ հարկերը վարձակալության եք տալիս, ակադեմիկներն են նույն բանը ասել, ակադեմիկները 50% էլ արցախցի է, ողորմելիներ։ Այո, ձեր երեսին թքելու են փողոցում, դուք չեք կարողանալու, չադրայով եք դուրս գալու։ Չէ, իրան գիտեն միշտ իրենց մոտ ստացվելու է, միշտ ստացվելու է։ Առնվազն իմ եւ մեր նման մարդիկ կան, որ փողոցում անցնելուց ձեզ ասելու են, դուք լռեցիք, երբ որ հանձնվում էր Արցախը, դուք լռեցիք, երբ որ արյունոտ երախով Ալաշուքյուր Փաշազադե Նիկոլի եւ Ալիևի հետ հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, դուք ձեր լեզուն մտցրել եք ձեր հետույքը մտավորական կոչեցյալներ եւ եթե ձեզ թվում է որ Նիկոլը գնաց, դուք նորից ջրի երես եք դուրս գալու, ես խոստանում եմ այսենց ձեռով, սենց պոմպի նման ձեզ նորից մտցնելու ենք ջրի տակ, որովհետև դուք ձեր նմանները մշտապես պիտի մնաք ջրի տակ, որովհետև
որովհետև ձեր համար ձեր երեսին շպրտած մի կտոր լափը, մի կոպեկը ավելին է, քան Արցախն էր, ավելին է, քան հայրենիքն էր, եւ ձեզանից շատերին ես անձամբ գիտեմ, թե նույն Ռուբեն Վարդանյանը, նույն Սերժ Սարգսյանը, Ռիտա Սարգսյանը, Բակո Սահակյանը ինչքան հսկայական գումարներ են տվել, իսկ հիմա Աշոտյանի հանդեպ ուղի խայտարակ քաղաքական հետապնդում է իրականացվում, նախկին նախագահների հանդեպ խայտարակ քաղաքական հետապնդում է իրականացնում, քանի անգամ է Բակո Սահակյանը մտավորականներին ընդունել Արցախ, քանի օրով, հա, խմբեով անում, զպտուն չկա, ողորմելիներ, կամ նույնը Ռուբեն Վարդանյանը քիչ է մնացել, Նիկոլ քեզ քիչ է մնացել, ես վստահ եմ, այս մեծագլուխ ախորժակով նորից գալու են հրապարակ, մեկը նվալու է Ջանիկս, մյուսները ախորժակով գալու ասել է, հասկանում եք, Բաքունցի Չարենցի դեմ ինչ են արել, բա ինչ են անում, մի հատ հաստագլուխ խոսի, գրականագետ մեծագլուխ, բա մի հատ խոսի տես ինչ են անում եկեղեցու դեմ, մի հատ խոսի տեսնենք ինչ արեցին Արցախի դեմ, խոսի տեսնենք Սյունիքի դեմ ինչ է պատրաստվում անել, հայ ժողովրդի դեմ ինչ անում, բա մի հատ խոսի, հեշտ է, չէ, մի հատ բանը 70-90-100 տարվա հեռավորությունից մեծաբերան, հա, բան խոսես, թե ինչ էին անում, Ստալինի ժամանակներում ինչ էին անում։ Սրանք վախկոտ, ողորմելի, ինչ ասեմ, այնքան ողորմելի եք, որ ես ուղղակի խղճում եմ, էլի, հատկապես տղամարդկանց, ոնց կարա տղամարդը, իրան մտավորական։ Երեկ մի հատ դերասանուհի գնացել նստել եկեղեցու դեմ, ինչ որ Պետրոսի դեմ խոսել, պտի չգիտեմ, բա սերիալի մի հատ քրչ էլի, քրչ։ Դե բնականաբար սերիալի քրչ։ Իրանց էլեկտորատը տարատեսակ քրչերն են, բայց Նիկոլ, քո վերջը մոտ է, եթե դու արդեն Փաշազադեի հետ միասին քո թաթը գցել ես հայրաքելական եկեղեցուն, արդեն բանդաներ ես ձևավորում եկեղեցու սրբազանների եւ վեհապարի դեմ պայքարելու համար, քո վերջի սկիզբը շատ մոտ է, եւ այստեղ ես որպես ֆինալ դիմում եմ ընդդիմությանը Ամոթա վերջացրեք, այս ինչա կատարվում, վերջացրեք սա, վերջ տվեք այս ամեն ինչին, մեկը լինելու է, ասի վերջացրեք, կանգնեք, տեսեք ինչ եք անում, ոնց կարելի ասեն շարունակել։ Պետք է միավորում մեկ օրակարգի շուրջ հեռացնել այս ազգական իշխանությանը, մնացալ ամեն ինչը երկրորդական է։ Շնորհակալություն։